մարմիններն չէին ներկայացել, ձեզ կհաջողվի հանգուցալուծել այս իրավիճակը, այս լարվածությունը։ Եթե կասկածեի, չէ, այս գործը վերցնեին ձերքը։ Իսկ վստահ եք, որ հաջողվելու է։ Առաջին քայլով ինչ պետք է օրինակ անեք։ Ժամանակը ցույց կտա ընթացիկ։ Նախվերդյան այսօր ԿՊ-ն եւ որքան նկատեցի նաեւ ազգային առաջընթացը նիստերին չէին մասնակցել, սա դուք համարում եք բոյկոտ, ինչով եք պայմանավորում նրանց ներկա չլինելը։ Ուղղակի տենց են գտել ճիշտ, տենց են արել, ցանց մեկ է ոչ մի խնդիր չունեմ։ Այսինքն բոյկոտ չեք ընկալում։ Ուղղակի քանի որ պարզ էր, որ ընտրվելու է Հա, երևի չեմ ուզեցի մասնակցել։ Պարոն Ախվերյան, ինչ ծեծկրտուք է եղել երեք։ Ես տեղյակ չեմ։ Չէ, այսինքն ինչպես թե տեղյակ չեք, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, դուք էլ ընտրվել եք այստեղի համայնքապետ, մի քանի օր առաջ ընդամենը այստեղ սպանություններ եղան Մերձավանում, առհասարակ այս մարզում։ Մամուլը գրում է, որ Վալուդյա Գրիգորյանի եւ Ախտոյանի թիմակիցների միջև ծեծկրտուք է եղել։ Կոնկրետ մամուլը դուք եք հենց ճիշտ կնի իրավապահ մարմիններից է սա ճիշտ է տեղեկությունները հստակ հիմա համայնքում ինչու հնարավոր չի լինում հանգուցալուծել եւ ձեր կարծիքով իրավապահները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթը եւ եթե իրականացնեն հնարավոր կլիներ խուսափել ողբերգական միջադեպից։ Երևի դուք ձեր տված հարցին պատասխանեցիք էլի։ Պարոն Ախվերյան, դուք որպես ընտրված համայնքապետ ինչ քայլեր եք ձեռնարկելու լարվածությունը վերացնելու համար, ամեն դեպքում վերջին շրջանում այստեղ գրեթե ամեն օր լարված է։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Ուղղակի այդ հարցերը ինձ պետքա չտաք, դուք իրավապահ մարմիններին պետքա։ Բայց դուք եք քայլերը որպես շատ ներողություն։ Այսօր ընտրեցիք համայնքապետ, որպես համայնքապետ ինչ պետք է անեք։ Դե բնականաբար։ Գոնե իրենց ուղղորդեք, չգիտեմ, ասեք, այս հատվածում լարված, այս հատվածում չէ, համագործակցեք, հա, իրավապահների հետ։ Պայման։ Եվ նաև խոսեցիք որոշակի առումով ծրագրերից, տեսանք, որ քաղաքացիական պայմանագիրը անգամ այս ողբերգական դեպքից հետո հարկ չհամարեց ներկա գտնվել ավականու նիստի, այսինքն կառուցողական տրամադրված են, թե տրամադրված չեն, ձեր վերլուծությունը ինչպիսին է։ Դե իրանց տրամադրվածությունը Վալուդյա Գրիգորյանի ժամանակ էլ է նորմալ եղել, ինձ թվում է, այդպես պետք է շարունակվի, հա։ Պարոն Ախվերյան, մի առիթով Վալուդյա Գրիգորյանը ասել էր, բացառել էր, որ այսպես ձայների գողություն, հա, կլիմանդատների բացառել էր, որ թիմակիցներից որևէ մեկին կարող են տանել իրենց կողմը եւ այդպիսով լուծարել իրենց տեխնացուն նշանակել եւ այլն։ Դուք շարունակում եք այդ Վալուդյա Գրիգորյանի ասածը պնդել, որ ԿՊ-ն կամ մյուս խմբակցությունը, այսպես ասած, շակրտական մանդատագողությամբ չի զբաղվի եւ ձեր թիմակիցներից չեն կարողանա իրենց կողմը տանել։ Ինձ թվում է, այդպես բանի չեն գնա։ ու մեր թիմակիցների վրա ես վստահ եմ նույն բանել ինձ թվում է չեմ կարող ասեմ, բայց դժվար է այդպես բանի գնալ։ Պարոն Ախվերյան, դուք որտեղի բնակիչ եք։ Բաղրամյան գյուղի։ Իսկ գներեք էլի այս աթոռը ոնց որ թե պրոբլեմատիկ է նախորդ երկուսը կրիմինալ պատմություններով Վալոդյա դուք տենց ներքին տագնապներ չունեք որտեվ ոչ ոք հանգիստ չհեռացավ այս աթոռից Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու ոչ մի տագնապ չունեմ ոչ բան չունեմ Պարոն Ախվերյան, իսկ նիստը իրավազորել միայն ձեր մասնակցությամբ Եթե իրավազոր չներ, չէր կայանա նիստը։ Նախկինում եղել են դեպքեր, նիստը եղել է, բայց հետո պարզվել է, որ իրավազորության խնդիր կար, դրա համար եմ հարցնում։ Դե ես տեղյակ եմ, որ մեծամասնությունը դա ապահովում է, ուրեմն նիստը պետք է կայանա։ Այնուամենայնիվ, պարոն Ախվերյան, թեև ընտրվել եք, բայց այս պահի դրությամբ չունեք հստակ այսպես քայլերի հաջորդականություն, թե ինչից պետք է սկսեք։ Մենք ինչև իմ ընտրվելը, մենք մեր հստակ քայլերը ունեցել ենք, այդ քայլերը պետք է տանենք առաջ։ Ինչ ծրագրեր են։ Մեր ծրագրերը մեր ընտրասարի ժամանակ սա կան Մի քանիսը ներկայացրեք հիմա։ Շատ են ծրագրերը մեր։ Ամենագլխավորները։ Ներինի դաշ մանրանան։ Առաջնահերթ այս լարվածությունը եւ այս վախի մթնոլորտը ցրելն է, դրա համար կոնկրետ ինչ քայլեր պետք է անեք դուք։ Նույն հարցը երկրորդ անգամ եք Ուղղակի որովհետեւ չեք պատասխանում։ Որտեւ այդ իմ իրավապահության մեջ չի մտնում առաջնահերթին իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։